կասեք կներկայացնեք այդ գյուղերի իրավիճակը, սահմանին իրավիճակը, կրակոցները ինչ վիճակում։ Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում են, բայց գիշերային ժամեր։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Վնաս կրած։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Ըստ ձեզ ասում են, որպեսզի վախեցնեն։ Ուղղակի որ կարողանամ լսել։ Բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ։ Այո, վերջին տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնան ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ, ասում վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, որ կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստեյության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է դժվար կլինի պատասխանել, որովհետեւ կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Տնտեսական է, կարծում եք, հնարավոր է, որ ավելի մեծ գործողությունների վերածվի։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները լինում։ Այսինքն հերքում եք պարոն Պասյան, որ մարդիկ ուզում են թողնեն գնա, որտեվ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում են եւս, որ մարդկանց տրամադրություններ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ են եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելուց, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածներ։ Պարոն Ղուկասյան, ինչպես է գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին։ Դե ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել են ինքը իրեն չէ, այնտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Տեսեք Ժողովուրդ ջան, կներողություն խնդրեմ, այս մասը ասեմ, այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա բան, որևէ բան գոյություն չունի։ Հետևաբար սպասենք ավարտի, ժողովուրդ սպասենք ավարտի, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր է, դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են չէ տեղացիները ասում են հաղորդում են ընկերներ ծնողները ընտանիքի անդամները ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր որը հետո իրենք հենց երիտասարդները հերքից Ադրբեջանի որ այս օրերի իշխանությունները Ես ձեզ ասեմ, էլի զգումա գործանել։ Պարոն Ղուկասյան գիտենք, որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհապարից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կզբաղվի նոր պատվիրակության դրությամբ։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն բառամթերքին, որով վարչապետը արտահայտում է եկեղեցու մասին։ Տեսեք, կա խնդիր
եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ ձեր պահենք դες պահեմ ես ինձ եւ ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ, որովհետեւ որպես հայ մարդ իհարկե ես շատ կցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաև ինչ որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի իշա մեր հայ ժողովրդի իշա։ Ձեզ համար ընդունելի է, որ ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վեհապարը հեռանա։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի խոսք։ Չի ներկայացրել Նիկոլ Փաշինյանն է այս բանը։ Չեն ներկայացնի, Ժորժ ջան, չեն ներկայացնի, այդ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասեմ, հիմա process կա, հետևենք, ես էլ ուշադիր հետևում եմ, ես էլ մտածում եմ անընդհատ դրա մասին։